Կառավարության մամրի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, նույն հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին, Օլիմպիական խաղերի բրոնզե եւ արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 2025 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանին եւ Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխ-չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկո Խաչատրյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մեր բանախոսներն այսօր ամփոփելու են Ինդոնեզիայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքները։ Այնուհետև շարունակենք հարցերով, խնդրեմ։ Հա, ես սկսեմ։ Աշխարհի առաջնությունը մեր համար շատ հաջող ստացվեց, ասեմ մենք լավ պատրաստ էինք։ Մինչև աշխարհի առաջնությունը մեկնելը մենք Դոհայում ուսումնամարզական հավաք անցկացրեցինք 14 օր, ինչի համար որտեղ այնտեղ նույն գործիքներն էր, բոլոր մրցումները տարբեր բրենդներն են լինում, այս չինական տայշանն էր, մենք դրա համար այնտեղ գնացինք ու շատ լավ պատրաստ էինք։ Ակնկալում էին մեդալներ, ճիշտն ասած, ոչ թե մեդալ, այլ մեդալներ, թե ինչ կլներ, դա արդեն մրցումները կերևար։ Արդյունքը բավականին լավ էր, ափսոս էր, որտեղ նույն գնահատականով Մամիկոնը երկրորդ տեղը, այդ էր ափսոս, կարայինք աշխարհի չեմպիոն դառնային գանք, շատ ափսոս էր Մանուկյան Համլետը։ Համլետը շատ ուժեղ պոտենցիալ ունի, վստահ եմ, մեր երիտասարդների մոտ շատ ուրախ եմ, ինչի մարում ասում շատ լավ ստացեց, որ երիտասարդները առաջին անգամ մասնակցեցին աշխարհի առաջնությանը, մեր կանոնադրության 10 տարեկանում կարող են մասնակցել եւ երիտասարդների կամ մեծահասակներ, մենք ընտրեցինք մեծահասակները ու փաստորեն փորձը ցույց տվեց, որ ճիշտ է։ Ունեցանք Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր այդ նույն 18 տարեկանը Համլետը աշխարհի գավաթը հաղթեց, համաշխարհային ունիվերսիադան հաղթեց, ստեղ մի փոքր սխալ վրիպում ու 4-րդ տեղ։ 4-րդ տեղի համար ինքը լաց էր լինում։ Այսինքն ուրիշը լիներ ցանկացած երկրի համար, որ գա մտնում է եզրափակիչ, որտեղ մոտ 170 հոգի են մասնակցում, 8-ի մեջ լավագույն ուժեղագույններ, դա մեծ հաջողություն, մեծ ուրախություն էր։ Իսկ ինքը լաց էր լինում, այդ լացը ես շատ ուրախացել եմ, լացը որտեղ պատրաստ էր, եթե մի հատ իր շանս տան հելի կանի։ Ու անելու է, ես վստահ եմ, ամենակարևորը Մամիկոնն էլ Համլետն է տեսան, որ մեծահասակների առաջնությունը այդքան է վախենալու չի, իրանք ամենաուժեղն են, իրանք պատրաստ են։ Դե Արտուրի համար էլ չասեմ, արեց իդեալական, ամեն ինչ արեց։ Ես հպարտ եմ Արտուրով։ Արտուրի դերը շատ մեծ էր հենց Մամիկոնի հաջողության համար ու Համլետի, որովհետև հենց իրան առաջադրանք էր տված, ինքը թիմի հավաքն էր, եթե ուշադրություն դարձրեք, ինքն է լինում Հայկիս կողքը, իրա, որտեղ մարզիչը իրավունք չունի խոսալու, իսկ մարզիկը եթե լինում է կարա։ Իսկ Արտուրն դեղը, այն իր ամենափորձը, որ Արտուրն է կողքն է, չրանց Մամիկոն եք կասեն, բայց ես վստահ տեսել եմ, Եվրոպային եք փորձում, ես տեսել եմ Արտուր ինչքան օգտակար է լինում իր թիմակիցների, իր փոքր տարիքով թիմակիցների համար։ Հայկս լավ աշխատանք տարավ, ապրել թիմը լավներ, մնացածը արդեն թող գնահատեն, ասենք մյուսները։ Արդյունքներից ես կողմ։ Իսկ ինչի վրա եք աշխատելու, ինչի վրա եք ուշադրություն դարձնելու առաջիկայում։ Շատ բան կա աշխատելու, շատ բան կա։ Ճիշտ ասած, մի քիչ շատ դժվար անելու, բայց փորձելու ենք մենք սկսենք մյուս տարի թիմով աշխատել, ինչի համար, ոչ թե թիմային տեղ գրավելու կամ ինչ-որ թողնենք, ոնց որ ասած, նպատակը օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է, պետք է մյուս տարվանից մենք փորձենք թիմով մասնակցենք մյուս աշխարհի առաջնությանը, մյուս տարվա գրավենք 24-րդ տեղը, հետո 27 թվականին, եթե հաջող ստացվի 12-րդ տեղը թիմային, ու թիմային արդեն օլիմպիական վարկանիշ ձեռք բերենք։ Եթե թիմային ենք ձեռք բերում, արդեն 4 հոգի ունենք։ Կարևորը որ այստեղ արդեն անվանական չի թիմը, մենք կարանք ցանկացած ժամանակ ում ուզենանք մեր թիմից նա մասնակցել։ Դες պլաններն է ասենց, որ արդեն մենք օլիմպիական վարկանիշ ունենանք, արդեն այդ ժամանակ ուշադրությունը կոնկրետ կկենտրոնացնենք էլի նորից գործիքների վրա, մեդալների վրա կգնանք, որտեղ թիմային աշխատելը պետք է 6 գործիքով աշխատեն, հա։ Հələ ժամանակը ցույց կտա, Արտուրը պետք է օգնի, Մամիկոնը, Խաչատրյան,
Համլետը, Մանուկյանը, նրանք 6 գործիք անում են, անուտներ են, էլ ունենք երիտասարդներ, Էրիկը Բաղդասարյան, Խաչիկյան Գագիկը, մենք ունենք ընտրություն։ Էսա մեր նպատակը, պետք է աշխատենք մյուս գործիքներն, մի քիչ գոնե բերենք, ոչ չեն կարող հավասարացնենք իրենց գործիքներին, որտեղ ուժեղագույնն են, գոնե թիմի համար աշխատանք տանենք։ Էսա նպատակն է, փորձելու ենք աշխատենք, թե ինչքան կնով կստացվի, չեմ կարող ասեմ, առանձին գործիքներով ու մազմամարտով կարանք մենք ունենանք 3 հոգի, ավելի չենք կարող ունենանք։ Մեկ էլ նժույգ թափերի վրա, օրինակ ունենք 2 ուժեղ տղաներ, հա։ Իրանք չեն կարող նժույգ թափերում 2 հոգին են մի երկրից, մի հոգի լինելու։ Դրա համար մենք հələ ժամանակը ցույց կտա, ասուց առաջ չընկնենք, փորձել ենք տենանք ամեն մեկին մի ձևով ոնց գնանք։ Երկրորդ ոնց էր ասած պահեստայինները Արտուրը հենացած տղեր տղաներից մեկը բազմամարդ ու նժույգ թափեր։ Մաքսիմալ 3 հնարավոր, բայց ժամանակից ծույցան շուտ չընկնենք, ունեն վնասվածքներ, չեն բարձրաձայնում, որտեվ իրենք է գիտեն, որ ասենք ցավում միսը, ինչ մեզ ինչ Արտուրի ոտն էլա ցավացեմ իր, Մամիկոնի ձեռն էլա ցավացե, Համլետինն էլ, բայց այդ ժամանակ ուղղակի չէինք էլ հարցնում, գինանք է գիտեին, որ ինչ հարցնեն, ում ասեն, ինչի համար ասեն, իմաստը որն է պետք անը։ Հենց որ հələ որ սենց ապլանալուց, բայց շատ բաներ կարա փոխվի ըստ ժամանակի հետ կապված կտենանք իր վիճակի։ Շատ խնդրեմ պարզացնել դուք ինչպես կգնահատեք մրցակցային առումով ինչպիսին էր, ինչ մարզիկներ կանացնացնեն։ Մեր տղաներից գոհ ենք, Գերակոբը որ ասեց, իրանք կարեցին իրանց Մարիամ Դավթյան Արտուրը կատարեց ամենաուժեղը, որտեղ սաղ մոտիկ անում են, ասում էին օտար երկրացի մարզիկներն էլ, մարզիչներն էլ, ասում էին Արտուրը կրել է հաստատ, մեր բանով, որտեղ երկու հատ վերջինը մոտիկանը, ու երկուսն էլ կամ մխի, Մամիկոնն էլ, ինձ թվաց, որ կրեց, շատ ուրախ էի, Համլետինն էի շատ ափսոսում, որ այտենց վրիպում տվեց, հիմա սպորտ է, 18 տարեկան ալա ինքը, լիքը բաներ կա անելու էլի, տղաներից գոհ ենք։ Ոնց ասի մեր մարզիչները, ես իմ ցածկը արել եմ ամենալավ ձևով, Եվրոպայի առաջնության էլ կարելի ասել այս ձևը արել, երկուսն էլ եկել է կանգնել է քալ չի արել, բայց այս անգամ աշխարհի առաջնությանը ավելի լավ արեցի, ավելի մաքուր կատարեցի։ Ամարժիչներն են գոհ, ես էլ եմ գոհ իմ արդյունքից, ես մաքսիմում արեցի, ինձանից ինչ հասնում էր, ես արեցի, ես ինչ-որ չափով համաձայն եմ արդյունքի հետ կապված, որովհետև առաջի ցածկը Ֆիլիպինցին լավ թռավ, եկավ կանգնեց, քալ չարեց ու Իրանը 4-10%-ով բարդությունը ավել էր, բայց դե կարայի կրեի, հիմա դատավորները տենց որոշեցին, բայց ամեն դեպքում ես կարևորի իմ արածը լավ արեցի։ Այսինքն հաղթահարելի համարում ես հաշվի առնելով Ֆիլիպինցու հնարավորությունները։ Ինչը։ Հաղթահարելի համարում ես հաշվի առնելով Ֆիլիպինցու հնարավորությունները։ Ես ասում ինքը Իրանը օրինակ 4-10% մի ցածկը, այդ առաջի ցածկը բարձր է, քան թե իմ ցածկը, ինքն էլ լավ կատարեց իր վարժությունը, եկավ կանգնավ քալ չարեց, ես էլ իմ մաքսիմում արեցի 2 ցածկը, ինքը երկրորդ ցածկը այդքան էլ լավ չարեց, բայց ամեն դեպքում որ Իրանը այդքան բարձր է, նախնականը ես 0.33 սոտի կրվա, դա շատ չնչին է, դա Միքայելը մի 10%, ինքը 33 սոտիով կրեց ինձի։ Ամեն դեպքում ես ուրախ եմ այդ մեդալի համար, այդքան պարապել ենք, տանջվել ենք, արդյունքի ինչ-որ չափով հասանք։ Շնորհակալ եմ, խնդրեմ Մամիկոն, ինչպես պարոն Զերոփյանը նշեց, այդքան էլ վախենալու չէ, Մեր առաջի աշխարհի առաջնություններ մեծահասակների կազմում լարվածությունը մեծ էր, պատասխանատվությունը մեծ էր, մրցակցությունը էլ ավելի ուժեղ էր, բայց լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը ու փորձեցինք մեր մաքսիմալը ներդնել, որ լավ արդյունքների հասնենք ու այդ լավ արդյունքը որ մեր մարզիչները կարևորում մեզանից գոհ լինեն։
Դե մեդալ կլիներ չլինի, արդեն այդ կարևոր չէր, կարևոր ընկեր Հակոբը, ընկեր Հայկը, ընկեր Արտակը մեզանից գոլ լինեին։ Իսկ հաջորդի ինչի վրա է ուշադրություն դարձնելու ինչ ուղղությամբ է աշխատելու։ Պետք է չդադարեցնենք մարզումները, լավ էլի պատասխանատվությունը լավ էլի մեծանում։ Պետք է լավ պարապենք, չարչարվենք, որ կարողանանք լավ արդյունքներ հասնել։ Դարձավ խնդրեմ հրաժարվելու ցածր։ Պարոն Սերապյան, համերգի համար խոսենք, վստահ եմ, որ այս թերությունը պիտի հակառակետություն ունենա ու մյուս տարի ինքը պիտի զայրացած գա եւ բոլորի զապատուցի, որ իսկապես մրցունակի եւ բոլորի, այսպես ասած, հարկել է տալիս մեզ, ինչպիսին է, եթե չհաշնենք այդ սխալը, ինչպիսին է ինքը առաջին անգամ աշխարհի առաջնությունում, եւ երկրորդակիցում էլ շատ քիչ թիմեր կան, որ դուրս են գալիս, եւ երկրորդ հարցը ճիշտ հասկացած ես, ուզում եք բազմամարտով թիմ ունենալ, բայց այնուամենայնիվ մենք առանձին գործիքների վրա, շեշտը դնել ենք առանձին գործիքների վրա։ Ուրեմն Համլետի հետ կապված հիմա որ մի բան ասեմ, ես ճիշտ կհասկանաք, Համլետը որ ոնց որ թորնիկս լինի։ Ես միտեղ ուրախ եմ, որ ինքը պարտվեց։ Հատի պարտվել, որտեղ տես չի լինում։ Հենց սկսել է աշխարհի գավաթը մեծ ասակներ հաղթում, պետքա պարտությունը այդ հենց զգա էդի։ Այո, շատ զայրացած էր։ Այդ լացը զայր ես դրա համար եմ ուրախում։ Մարզիկը մի հատ է պետքա պարտվի, որ այդ չնչին թերությունը թույլ չտա։ Ես ասեմ, առաջի օրը Մամիկոնը թե Համլետը շատ լարված էին։ Այն ինչ որ իրանք կարում էին, դրա շատ պատահեցին։ Հա, եզրափակ, բայց ինքնանք ոնց որ ասեց, իրանց պատրաստել է, ես ասում եմ, տղերք արեք, ինչ որ կարում եք, լավ անելու։ Բայց ես իմ հոգում մեջ ես գիտեմ չեմպիոններ են։ Նա էլ կարա հաղթի, նա էլ կարա հաղթի։ Անենց որ հաստատ գիտեմ զայրացածը, հաստատ գիտեմ լավ ան լինելու։ Նորից եմ ասում, ասուց առաջ չընկնենք, վնասվածքներ չլինի կամ բան, ինքը ցույց կտա, ինքը կանի, ամեն ինչը նորմալ կլինի։ Իսկ ինչ մնում է թիմային, այո, թիմային մեր նպատակը օլիմպիական վարտանիշ ձեռք բերելն է։ Նորից եմ ասում, քանի որ թիմային եթե չորտեղ գրավենք, դա ոչ մի բան է։ Ուրիշների համար շատ մեծ բան է, բայց մեդալ չի։ Դրա համար մենք պետք է ճիշտ գնանք, եթե հնարավոր տենց հավաքենք, արդեն 4 հոգի ունենք մասնակից ու կոնկրետ շեշտը դնենք գործիքների վրա ու կոնկրետ գնանք մեդալների։ Ոնց որ ես ուզում եմ Եվրոպայի առաջնությունը մի պահ արդեն սկսեինք թիմային անել, անենց ստացվեց, որտեղ անկանխատեսելի է, մենք սկսում ենք օղակներից, նժուր թափեր են գնում ամենավերջի գործիքը։ Ես այդ սկզբնական, որ լինում է այն ամենագլխավոր փորձը, մրցման դահլիճում, ես տեսա տղաների վիճակը, եկան վերջի գործիքը, արդեն չէին կարող անել, ես տեսա, որ մեդալներ եք բաց թողալու, իրիկունը որոշեցի, որ մյուս օրը անում եք սենց, իրանք իրանց մեջ ուրախացան, ասին պատրաստ են, բայց գիտեք, ուրախացան, ուժերը հավաքեցին ու Եվրոպայում փաստով ցույց տվեցին, եկան արեցին գնացին, ու նույնը մենք այս ձև պետք է անենք աշխատանքից։ Շատ լավ, ընտրեմ, այդացել, ասին, Արծես ատրեն հողված, վերջին երեքի ուզից առաջ, այնպես զգացվություն, որ ցանկանում եք ռևանշի ոնց որ հասնել օլիմպիական խաղերից հետո։ Իհարկե կար, ես ուզում էի հաղթեի, ցանկությունը շատ մեծ էր, ափսոս իհարկե որ չկարացա, բայց դե ես ասում եմ, ես արեցի ամենալավ ձևով, դրանից ավելի չէի կարելի անել ու ինձ թվում է գնահատականը ես նորմալ ստացա, եթե դատավորները մի քիչ բարի իմ հանդեպ լինեն, կարող էին առաջի տեղն այն, բայց դե հիմա երկրորդ տեղն է, ես իմ ուզենամ բարդացնեմ, բայց վնասվածքները շատ են, խանգարում են, իմ տարիքն էլ 33 տարեկան եմ, մեծ եմ արդեն, վնասվածքները շատ են ու դժվար է լինում բուժել, եթե կստացվի փորձեմ կբարձրացնեմ, եթե չէ, կանեմ այս հապկերը։ Գուցե ինքը մի օր կսխալվի արդեն, Ու կարա լինի։ Դուք էլ ես լավ գիտեք, որ անթերի ոչ մեկ չկա, եւ այդ մի քանի գուցե ինքը մի սխալերին անի։ Ու եթե օրինակ ստա մի փուճուր, եթե ինքը մի հատ փուճուր քայլ աներ, ես կկրեի։ Հիմա չգիտենք մեծ մրցումները ոնց կլինի, բայց դե ամեն դեպքում անհամարձությունը ամեն ինչ էլ կարա լինի։ Կարա նենց լինի կամ ես կամ ինքը եզրափակիչ էլ դուրս չգայինք, ամեն ինչ էլ հնարավոր է։
Համար պետք է միշտ լավ պետք է պատրաստ լինես, փորձես անես ամենալավ ձևով։ Ուրեմն օղակների վարչության Ավետիսյան Արտուրը, Դավթյան Վահագը։ Դավթյան Վահագը տարիքով է, եւ մենք ակնկալիք չունենք մեդալի, վստահ։ Եզրափակիչ կմտնենք։ Վահագը վերջի օրը մենք որոշեցինք այդ վերջացածը փոխել են, հա, ավելի բարդացրել, որ ուղղակի չի ստացվում իրան մոտ, որոշեցինք ավելի հեշտ անենք, բայց գիտեի, որ ինքը դրանով եզրափակիչ չէր ինքը։ Ավետիսյան Արտուրը կմտեն եզրափակիչ, այդ կարարաններ ինքը ռեզերվում էր, հա, բայց մեդալի ակնկալիք չունենք, որտեղ ուժեղ են, շատ ուժեղ են, մենք ունենք աշխատելու։ Շատ տեղ, հենց հիմնականում իրացած վերջում, օղակներն հենց գործիքը, որ գիտենք, նժույգ թափերը անկանխատեսելի է, շատ ուշ բրիպներ են ունեն, իսկ օղակներ չէ, դրա համար մենք պետք է աշխատենք Արտուրի հետ Ավետիսյան, որ ինքը այդ ցածկը լավ կատարի գնա, հետո ասես մի հատ բան է պատահել, կանոնադրությունը այս մեր բանը, մանավանդ շուշուտ է փոխվում, ուղղակի պետք է ինֆորմացիա ցնից հասնի։ Կանոնադրությունով նենց արեցին, որ բարդությունը, ինչքան վերջում որ բարդ են անում, ավելի բարձր են գնահատվում, այնտեղ մասնագիտականը շատ չի երկարացնում, բայց փոխում են։ Այ Համլետին արդեն իմաստ չի լինի այդ ցածկը այդ վերջում անի։ Հանեցին այդ կանոնադրությունը ինչի համար, որովհետև հենց ունիվերսիադայի իտալացի մարզիկը, այսինքն 3 հատ սայթ օղակներից, այսինքն գնում են բարդության, պարանոցի կոտրվածք ունեցավ ու կոմայի մեջ է, ասենց ասեմ, վիճակը, հետո մինչև Ինդոնեզիայի աշխարհի առաջնությունը, հենց ինդոնեզիացի մարզիկը Ռուսաստանում մահացավ։ Դրա համար փոխեցին։ Անում են մի քիչ հետո տենում են, որ շատ վտանգավոր է, դրա համար փոխեցին, որ չգնան վնասվածքներով կամ մյուս, որտեղ ես գտնում եմ, ես անձամբ գտնում եմ, որ գնում են այդ քայլին, չեն մտածում, մարզիչներն են առաջինը մեղավոր, որտեղ չեն մտածում։ Հարց տվեցիք Արտուրի, Արտուրը ասում է երևի, ես չեմ թող Արտուրին բարդացնի, որտեղ ես գիտեմ, տարիքը մյուս կարող ավելի ուժեղ վտանգ լինի, չեմ ասում Աստված չլիտեց, բայց կարող այնց վտանգ լինի, որ ինքը ընդհանրապես չպարապի այդ օրվանից։ Մեզ պետք չի դա։ Հետո իմ տղան, հա, ինքը առողջ է, գլավ մարդ է։ Ոչինչ, թող չլինի։ 3-0-33 մյուս, ոչինչ, թող պարտվի, ինչ անենք։ Բա հենց դրա համար է։ Սպորտ է, միշտ թող չեն հաղթում, պարտվում են, հաղթում են։ Վարվարա ջան, շատ ճիշտ դիպուկ նկատեցի, որտեվ այդ շատ է հետաքրքրում, հասկացար։ Այո, հենց դրա վրա էլ գնում ենք։ Կարա ինքը քայլ անի, ինքը տեղեր ունի, բայց որ ինքը քայլին, որ մենք էլ պետք է գանք սենց անենք, այդ հարցն կա, այնպես որ մեծ խոսալ չի ժամանակը ցույց կտա, մենք չենք ավելացնելու, որ ինքը ուզենա, եղել է տալ, որ եկել ինձ ասենք էր ակուպարնամ, ասում եմ չանես, սպանեմ, հանգարց չանես, արդեն արել եմ, բայց շատ վտանգավոր է, էլի, գիտեք ոնց սենց ասեմ, ամեն ինչի չի, որ ամեն ինչի գնով պետք է գնաս, որ ռիսկի պետք է գնաս, փորձարկումներ անես երեխեքի, կարող է ստացվի, կարող է չստացվի, բա կարող է նենց ստացվի։ Եթե դու հասկանում ես, հա, ու գնում ես այդ քայլին, հասկանալով լավ, ոչինչ, թեկուզ 90-10-90% կանի, բաղ դեպք եղավ։ Ցանկացած նորմալ մարդ, ուղղակի։ Նամանավանդ մարզիչ կարա ինքը կյանքում իրանների։ Այդ մարզիչ չի աշխատի, բայց հետո ոնց պետք է ապրես։ Դու կարա իր տենում էիր վտանգ, ու թույլ տաս, այդ դրա համար չեն կանի, նորմալ կլինի, իսկ տղաները կարան բարդացնեն, լիքը տեղ ունեն, բայց նորից եմ ասում, ոչ մի բան ռիսկային չի լինելու։ Ոչ մի բան։ Արդյոք ձեր մտքից այրով դիտարկում եք Համլետին օղակների վարժությունում ավելի ներդնելու, քան թափի, որտեղ աշխարհի առաջնությանը եթե չեմ սպասում, երիտասարդների աշխարհի առաջնությանը ոսկին են նաև օղակների սպասում։ Շատ տարբեր է, օղակներն էլ, ամեն գործիք շատ տարբեր են, տարբեր ֆիզիկական տվյալները պետք, օրինակ օղակները անողը չի կարա նժույգ թափեր անի, թե Համլետի մոտ հենց եղավ մաքրության հաշվին երիտասարդներ, ստե հլը լրիվ չեն կազմավորվել, հա, հլը հասունացման տարիքի մեջ են, վերջնական չի, դրա համար շատ վնասվածքներ կա, կարող է լինի, երբ որ կտենանք ինքը ասենք ֆիզիկապես ավելի նորմալ կլինի, հիմա մի քիչ հենց օղակներ անում, սկսում է ուսը ցավալ շուտ վարից արդեն, երևի տարուկ էսա դրա համար չի կարող անի,
Կարող լինի, ամեն ինչը կարող լինի։ Հետո որ նոր դահլիճ լինի արդեն, այնտեղ մենք շատ բաներ կարանք փորձենք, հա, իսկական լուրջ աշխատենք ու ժամանակը ցույց կտա։ Հենց մի հատ այնց հա որ փորձ կա, արդեն տենում ենք, որ ինչ կա հնարավորություն, հենց այդ մի անգամից կօգտագործենք։ Բայց նորից եմ ասում, ոչ մի ռիսկային բաներ չենք անում։ Շնորհակալություն։ Եվ այս տարի վերջ ինչ ուղղակի մարզում է ամփոփենք։ Հիմա ասեմ, մեր համար վերջ, բայց վերջ չի։ Հիմա ես ինչ որ կասեմ, ասում եմ են իրականությունի բողոք, մյուս չէ։ Այս աշխարհի առաջնությունն էր վտանգի տակ։ Գումար չունենք, մենք գնացել ենք ուսումնամարզական հավաք Դոհայում, ուղղակի գումարը, հա, ասացինք ավելացնենք ու չեղավ։ Ինչի համար եմ ասում, մեր վերջ։ Կա, հետո որոշեցին, որ կա բանում Մանիլայում, Ֆիլիպիններում աշխարհի երիտասարդները առաջնություն առնելու։ Մենք չենք մասնակցում։ Հիմնական պատճառը ֆինանսն է։ Այո, չունենք այնց մարզիկ Համլետ Մամիկոն, որ գնալու են հաղթել, բայց գոնե մի հոգի պետք է մասնակցի, ուղղակի բոլորը զարմացել են, ասում են Մանիլայում կտեսնենք, մենք ասում ենք չենք մասնակցում, զարմացել են ինչ են, հիմնական պատճառը ֆինանսն է։ Ես խնդրել եմ, ես ասել եմ, ես բարձրաձայն եմ, երկրորդ տարին է գումարը տալիս են, հետո ինչ որ ավելացնում են, բայց վերջանում է։ Իմ խնդրանքն է։ Սկզբից հենց այս կալորիկ գումար ինչ որ կա հատկացրեք, որ հասկանան, ես որպես գլխավոր մարզիչ պլանավորում եմ, տղաներին ասում եմ, ունենք այս մրցում, այս հավաքը կամ իսկ, այդ չենք կարող անենք։ Հիմա մենք պետք է մասնակցենք 6 հատ աշխարհի գավաթը, մեկը Բաքվի, չենք մասնակցում, բայց 5։ Ուտը պետք է մասնակցենք, որ մենք միավորներ ձեռք բերենք, որ կանոնակ աշխարհի առաջնություն մասնակցենք։ Պետք է գնանք։ Մեր համար շատ դժվար է, ունենք 3 հատ իրար հետևից։ Ես էլ եմ հոգնում։ Ընտանիքի տերն, այդ ունենք ուզած, այդ մենք 27 օր, մի ամիս դուսն ենք կնում, նես չէ որ մենք 6 հաջողով իրոք հոգնում ենք, բայց այդ բոլորը ֆինանսների հետ կապված, ասեմ, բոլորի մոտ է իմ կարծիքով։ Այն ժամանակ 100 եվրո ամենաշատն էր, հա, հիմա օրինակ կայրը, որ կուզենա կարա նայի։ Կարողություն գալիս է 300 եվրո ամեն մեկը, 300 եվրո։ Այդ գումարները այդպես գնում է, չեն գնում։ Օրինակ շատ վատ է, որ գնում ենք ու մեկը չգիտի անորոշ վիճակ է, ու մեկը այստեղ գոնե մի հոգի պետք է գնալ մասնակցելու։ Հուսով եմ մի հատ ուսումնամարզական հավաք վերջում կլինի, շատ քիչ բանով երիտասարդների հիմնական Արտուրի համար չէ, նույն Մամիկոն, նույն Համլետ, նույն ասում եմ երիտասարդ տարիքով, բայց մեծահասակներ, էլի ունենք տղաներ, տակից պետք է գոնե այդ ուսումնամարզական հավաքները, որ մենք մասնակցում ենք աշխարհի գավաթներից առաջ, Եվրոպայից առաջ, աշխարհից առաջ։ Մենք գնում ենք այդ ուսումնամարզական հավաքները մրցումների պատրաստվելու, այսինքն նոր տարեր չենք փորձում, մենք սկսում ենք մշակել այդ գործիքները։ Բայց գոնե մի հատ ուսումնամարզական հավաքի պետք է լինի, թեկուզ ասենք փոքրիկ տանենք, մենք տարեր սովորենք, հա, որ դալիճ ունենանք, գործիքներ ունենանք, այդ խնդիրը չենք ունենա, մենք ստե կանենք։ Բայց գոնե գնանք այդ ժամանակահատվածն է, որ նոր տարեր սովորեն, իրանք բարդացնեն, մյուս գործիքներ անեն, մեկ էլ էս խնդիրն է, էսի լուրջ խնդիր է, հա, իմ կարծիքով, որտեղ անորոշ վիճակ է, գլխավոր մարզիչ կամ տղաները, նույնը հենց Դավթյան Արտուրը օրինակ հարց են տալ, ինչը պետք է մտածենք, հիմա գնալու ենք, թե չեն գնալու, արդեն խանգարում է ինչ որ մի բան է։ Ես չեմ ասում, ինչ որ մի բան է, հոգեպես, ուղղակի հանգիստ մենք մեր գործն անենք, կարենանք ինչ է, բայց դա չէ նշանակը, որ ալներ կգնանք չեմպիոն գտնանենք, չէ, մենք ինչ կարել ենք։ Բայց այս հարցը շատ լուրջ է, իսկականին։ Սկզբից իմանանք մենք պլանավորում ենք, չէ՞, վերջը, որ այս ֆիքսված գումար ունենք, հա, մոտավորապես էլի չենք կարող ռեալ ասենք, որտեղ Տոմսերի հետ կապված մեկ էլ տերում ամենավերջում ունենց գներ անում, ես եմ զարմանում այդ Տոմսերի, գումարը գնում է։ Այնպես չէ որ ավելորդ մարդ է գնում։ Հիմա մենք ասենք Բաղդասարյան Էրիկ Եվրոպայի չեմպիոնատ դառավ մի հատ World Challenge Cup փորձել են գոնե մասնակցեն, նույնը Գյուլումյան Ռոբերտ, այնպես չէ որ էլի օլիմպիական փառատոնի 2 հատ մեդալ ատարի, իրանք մի հատ մրցում են մասնակցում ու վերջ։ Այդ չեն գնում մրցումների։ Այս հարցը կա, որ չմտածենք դրա մասին ուղղակի։ Պետք է այս պլանավորենք, տամ ինձ հետաքրքիր է ինչքան գումար է իսկականից։ Այս մրցումներին ապահովենք գնանք, այս հավաքներին ապահովենք գնանք։ Այս խնդիրը իսկականից լուրջ է իմ կարծիքով, մյուս մարզաձևերն է իմ կարծիքով կարող լինի, ես չեմ կարող ասեմ, ես կոնկրետ ասում եմ մեր մանրամասնությամբ։
Մենք աշխարհի առաջնությունը երիտասարդների գոնե մի հոգի պետքա գնար, որովհետև մենք անցյալ անգամ աշխարհի առաջնության 4 տեղ ենք թիմով գրավել։ Ամեն մեկին թույլ չեն տալի թիմով մասնակցեն։ Մեզ տվել էին, մենք ասացինք չենք կարող մասնակցենք թիմով։ Մյուս թիմերը շատ կար ուրախացավ, որ մեր տեղը կմասնակցենք, ասենք գոնե մի հոգի, հետո դուս եկավ այդ մի հոգին իջներ, որտեղ մի հոգի որ գնա մի հատ մարզիչ պետք է գնա, մի հատ մրցավար պետք է գնա, 3 հոգի պետք է գնանք ու Ֆիլիպիններ մեծ գումարը ես այնպես որ ասել եմ անպայման պետք է գնանք, որտեղ այն ժամանակ ասեմ անպայման գնանք, որ ես գիտեմ լրիվ հավաքնորդ ունենք, հենց այնպես չի գնա գոնե մի բան ցույց տա, մեդալի հավաքնորդ լինի, այո, այսօր չունենք հավաքնորդ, բայց գոնե մի հոգի պետք է գնալ մասնակցել։ Պատճառը դա իմ խնդրանքն է, որ այդ ֆիքսված այդ գումարը արդեն երկրորդ տարին է, կվերջանա նորից կտանք։ Մի քիչ ոնց է մուրած կանգնենք, հա, սպասենք կտենանք, ինչ ախր արդյունքներ կան, տղաները կան, երեխեքը կան։ Չեմ ասում, մեծ բաներ չեմ ասում։ Մենակ ըլնի այն պլանավոր եմ ասեմ, თუ ասեն էսի չեք մասնակցում, հիմա ռեալ իմանանք, մասնակցում թե չեք մասնակցում, բայց անորոշ վիճակում մենք ուզում մարզական հավաքեն ու հələ չգիտենք, այս գումարը կա թե չկա, Կատարի ֆեդերացիան մեզի տեղավորել են, ամեն ինչը, բայց սպասում ենք եւ կլինի ու վերջի օր արդեն որ դուրս են գալի, նոր գումարը ստացվում է։ Այո, արագացրեցին, բայց այդ միջև վերջ կարա, միջև այդ պետք է։ Նախապես էլ մի հասկանում։ Չէ, Կատարի ուսումնամարզականն է հավաքի վերջի օրը արդեն արագացված ստացվել է, բայց հասկացեք անհարմար վիճակ է, չէ, գնում ենք այնտեղ մենք ուսումնամարզական հավաքի ենք ու մեկ էլ նո իրանք են արել ու շատ լավ են դիմավորել կատարցիները, որ մենք իրանց հետ ասենք ուսումնամարզականը հավաքենք անում։ Այնտեղ մեր Սիրեկանյան Գուրգենը մարզիչն է, մի հատ էս նժուկ թափերի մասնակետ ունեն, որ տղերքի հետ պարապում են, իր 14 օրվա հավաքը իրան տվեց երևի 3 ամիս առաջ ընկավ ու եկավ իր վարությունն արեց հենց Կատարի ֆեդերացիայի նախագահան շատ լավ անձնավորություն է առաջի վիցե-պրեզիդենտն է մեր ֆեդերացիայի ուղղակի լավ կատարել էր ես չգիտեմ որով տեղն է գրավել բայց որ արդեն լավ էր կատարել իր առաջադրանքը իր ինքը ուրախությունից լացել հա շատ ուրախ շատ բանով որ իրար հետ պարապենք եթե ես ասեմ եկեք մենք գանք, իրանք գումարները կտան, բայց ու տենց բան չեմ ասում, որ ասեմ կանեն, էդ էլ ասեմ։ Ես նամիկոն եմ մի հարց կար։ Այն որ դուք առաջին անգամ եք մասնակցում եւ անգամից դարձել փոքր չեմպիոն, ձեզ համար դա ինչ նշանակություն ունի, որ դուք առաջին փոքրից մեծ հասակների աշխարհություն փոքր չեմպիոն դարձել եւ իհարկե փոքր պատմեք, բացի ասած որ լարված էի, բայց ինչպես կատարեցիք այդ լարվածությունը եւ Դե լարվածությունը ճիշտ է, շատ մեծ էր, բայց շատ լավ ենք պատրաստվել, իրավունք չունենք սխալվելու։ Փորձեցինք մաքսիմալ հույզերը, այդ էմոցիաները դնենք մի կողմ ու անենք այն ինչ որ կարողանում ենք ու փառք Աստծո մեդալ կարողացա նվաճել ու այդ արդիվ շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ իմ մարզիչներին, Արտուր Դավթյանին, որ մրցման ժամանակ մեր կողքն է եղել, իր աջակցությունը շատ մեծ է մեր համար։ Այս թիմային աշխատանքի արդյունք էր։ Շնորհակալ եմ։ Այն հարցեր չկան, ձեզ շատ շնորհակալություն, մեկ անգամ ևս շնորհավոր եւ նորաձև հաջողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։